Եթերում լուրերի կիրակնօրյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում էր Հայաստանի առաջին հանրապետության օրը։ 1918-ին այս օրը Ղարաքիլիսայում, Բաշապարանում, Սարդարապատում հայկական կամավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հերոսակների դեմ, կասեցնելով նրանց առաջխաղացումը։ Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը։ Հանրապետության այս նշանակալից տոնի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վագն Խաչատուրյանի, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հուշահամալիր։ Վարչապետը ուղերձ է եղել հանրապետության տոնի առթիվ, նշելով, որ խաղաղությունը եւ անվտանգությունը դառնալու են Հայաստանի երկարաժամկետ ուղեկիցներ։ Սարդարապատ, Բաշապարան, Ղարաքիլիսա, վայրեր, որտեղ 106 տարի առաջ գրվեց հայ ժողովրդի հերոսական պատմության նորեջը։ Մայիսյան հաղթական ճակատամարտերը ոչ միայն կանգնեցրին թուրքական զավթիչների առաջխաղացումը, այլև դարձան հայոց անկախ պետականության վերածննդի խարիսխը։ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Սա հայ ժողովրդի դարավոր պետականակերտ մտածողության հաղթանակն էր, ազատագրական պայքարի, կամքի եւ միասնության խորհրդանիշը։ Հանրապետության ստեղծումը համընկավ աշխարհաքաղաքական ամենաբարդ ժամանակաշրջանի հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի ավերիչ հետևանքներ, հարևան ազգերի ագրեսիա եւ միաժամանակ փրկված հայրենիք։ Այսօր մայիսի 28-ին ամբողջ Հայաստանում եւ Սփյուռքում հնչում են հարգանքի եւ հպարտության խոսքեր։ Պաշտոնյաները, պատմաբանները, զինվորականներն ու սովորական քաղաքացիները մեկ անգամ եւս հիշեցնում են։ Առաջին հանրապետությունն իր սերունդներին փոխանցեց պետականության գաղափարն ու դրա պահպանման արժեքը։ Տոնական այսօրը Սարդարապատի հուշահամալիրում հայրենակիցներին շնորհավորելով հանրապետության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին նշեց. այսօր հանրապետությունն ու ժողովրդավարությունն իրողություն են, բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունն իրողություն են, պետությունն իրողություն է եւ մենք պետք է գնահատենք եւ փայփայենք այս ձեռքբերումները։ Մեր ինքնությունը մեր պետությունն է։ Մեր պետությունն է մեր ինքնությունը, որովհետև բոլոր այն հատկանիշներն որ պայմանավորում են մեր ինքնությունը, ձեռք են բերվել, ձևավորվել ու հաստատվել են պետականության շնորհիվ, այսինքն պետականության գոյության պայմաններում, պետական որոշումներով եւ կամ պետական աջակցությամբ։ Իրողություն թիվ 2 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս։ Հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքները իրագործված են, հայրենիքը գտնված իդեմս Հայաստանի Հանրապետության, իդեմս պետության։ 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու եւ հարատև դարձնելու պատմական հնարավորություն ունենք, ասաց վարչապետն ու հավելեց. Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ։ Իրողություն թիվ 3 Վերջին 4.5 դարվա մեր պատմությունը, պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում։ Մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձ, սա մեջբերում է վերջին 450 տարվա մեր պատմության եւ պատմական Հայաստանի ուղերձից։ Սրանք են այն ուղերձները, որ պատմությունը եւ պատմական Հայաստանը հղում են մեզ, եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրությամբ ձևավորված կառավարությունը ըմբռնել եւ իրագործում է պատմական այս ուղերձը։
Անկախ պետություն ունենալը մեր մշակույթի, լեզվի, ինքնության եւ պատմության շարունակականության կարեւորագույն պայմանն է։ Այս մասին էլ հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ուղերձում, մասնավորապես նշելով. Առաջին հանրապետությունն իր օրինակով ցույց տվեց, որ նույնիսկ ամենադժվարին իրադրության մեջ հնարավոր է սեփական ուժերով հիմնել պետականություն։ Այդ արժեքներն ուղեկցեցին մեզ դեպի երրորդ հանրապետության ստեղծում, դարձնելով մայիսի 28-ը ոչ միայն պատմական հիշատակի, այլև սերունդներին միավորող խորհրդանշական օր։ Ներկայում, ինչպես եւ 107 տարի առաջ, մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ, անվտանգային, քաղաքական, սոցիալական ու բարոյահոգեբանական։ Դրանց հաղթահարման ճանապարհը անցնում է միահամուռ աշխատանքի, սթափ եւ իրատեսական մտածողության, հանրային համերաշխության եւ ժողովրդավարության արժեքներին հավատարմության միջոցով։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ տոնական իր ուղերձում ընդգծել է. մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ, այն մեր ընթացքն է դեպի ապագա, դեպի կայուն, արդար եւ ուժեղ պետություն։ Մեր սերունդն իր պատասխանատու դերակատարումն ունի կառուցելու այնպիսի երկիր, որտեղ պետությունը ծառայում է քաղաքացուն, իսկ քաղաքացին իրեն զգում է պաշտպանված։ Սա է մեր հանձնառությունը, որը վստահաբար համատեղ ջանքերով կյանքի ենք կոչելու։ Շնորհավոր Հանրապետության տոնը, ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Տոնական միջոցառումներն ուղերձները եւս մեկ անգամ ընդգծում են, որ մենք այսօր պարզապես չենք նշում պատմական տարեթիվ։ Մենք վերստին զգում եւ ընդգծում ենք անկախության շունչը, գիտակցելով, որ այն ձեռք է բերվել թանկ գնով եւ փոխանցվել մեզ որպես պատասխանատվություն։ Երևանում էլ կայացել է Երևանյան երկխոսություն 2025 երկրորդ միջազգային ֆորումը, որի մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Հայաստանի տեսլականը։ Մեր տարածաշրջանում մենք վճռորոշ ընտրություն ենք կատարում։ Կառուցել ապագա, որը ձևավորող է ոչ թե անցյալի վիրավորանքն է, այլև լավատեսությամբ եւ հույսով լի տեսլականը, որը խարսխված է իրական հնարավորությունների վրա։ Պատմությունը հայտնի է։ Այն չի կարող մոռացվել։ Այն չի կարող վերաշարադրվել։ Այդ թվում կեղծ պատմույթների միջոցով, ինչպիսիք ոմանք կձգտեն տարածել։ Եվ թեպետ սպիները մնում են եւ ամոքումն ընթացքի մեջ է, մենք պետք է առաջ շարժվենք դեպի ավելի լավ ապագա։ Այնուամենայնիվ մենք գիտենք, որ խաղաղությունը հեշտությամբ չի տրվում։ Այն շարունակական գործընթաց է, որն առաջ է մղվում խիզախ դիվանագիտությամբ, փոխըմբռնմամբ եւ վստահության կառուցմամբ։ Հայաստանի տեսլականը հստակ է։ Մեր հարևաններից երկուսի հետ հարաբերությունների կարգավորում միմյանց ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքով եւ տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով եւ որևէ մեկի կողմից ներկայացվող տարածքային պահանջների անվերապահ մերժմամբ, ինչպես նաև մյուսների հետ ունեցած ավանդական բարի դրացիական հարաբերությունների խորացում։ Նավարկելով հարաբերող աշխարհակաղակական լանդշաֆտում Հայաստանը շարունակում է անսասան մնալ տարածաշրջանի ծանդին իր ունեցած գործընկերությունների ամրապնդման հարցում։ Ամուր եւ ռազմավարական գործընկերություններ ենք հաստատել Միացյալ Նահանգներից մինչեւ ամբողջ Եվրոպա եւ Ասիայի տարածքում։ Միևնույն ժամանակ ակտիվորեն խթանել ենք ընդլայնված ավելի լայն կապակցվածությունը, ճանաչելով մեր երկրի եզակի դիրքը քաղաքակրթությունների եւ առևտրի իսկական խաչմերուկում։ Նույն համաժողովում ելույթ է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը կրկին հայտարարել է, որ Երևանն առաջարկում է ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ զուգահեռ դիմել ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով։ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի լուծարման օրակարգը ընդունելի է մեզ համար եւ մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց մյուս կողմից մենք ուզում ենք համոզվել, որ հավաստիանալ, որ մենք եւ Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը, ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել եւ արտահանել այն Հայաստանի Հանրապետության տարածք։ Ինչու ենք այսպես ասում, որովհետեւ գիտեք, որ դժբախտաբար վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60%-ը անվանել այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եւ գիտեք մեր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել
Արևմտյան Ադրբեջան, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Ուստի ընդհանուր առմամբ որն է մեր առաջարկը ապագայի համար։ Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ զուգահեռաբար դիմել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով։ Ես կարծում եմ, որ դա կառուցողական մոտեցում է եւ կառուցողական առաջարկ է ունենալ երկու փաստաթղթեր սեղանին դրված եւ ստորագրել այդ փաստաթղթերը միաժամանակ նույն պահին, նույն վայրում։ Հաջորդ խնդիրը, որը Ադրբեջանը բարձրացնում է, իր այն պնդումն է, թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը իբրև պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Ընդհանուր առմամբ պարզ է նաև, որ կողմերը պետք է որևէ տարածքային պահանջ միմյանց նկատմամբ չունենան եւ դա շատ կարեւոր նախապայման է խաղաղության համար։ Բայց եկեք խնդիրը ուշադիր դիտարկենք եւ հասկանանք, արդյոք տարածքային պահանջներ կան Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ ընդդեմ Ադրբեջանի։ Միակ կառույցը, որը պաշտոնապես կարող է հայտարարել, թե ինչ է պարունակում եւ ինչ չի պարունակում Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն է։ Երևանյան երկխոսություն ֆորումին մասնակցելու համար Հայաստան են ժամանել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Կայացել է նրա հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպանը հաջորդել է նրանց համատեղ հայտարարությունը։ Փաշինյանն ու Ֆիցոն ներկայացրել են, թե ինչ հարցեր են քննարկել, նշելով առանցքում է եղել Հայաստան-Սլովակիա ռազմական գործակցությունը։ Քննարկվել է նաև Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով Հայաստանում է, այստեղ նա մասնակցեց Երևանյան երկխոսություն 2025 երկրորդ միջազգային ֆորումին, որից հետո նախագահական նստավայրում հյուրընկալվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նախ առանձնազրույց տեղի ունեցավ օրակարգում երկկողմ հարաբերություններն էին ու գործակցությունը տարբեր ոլորտներում։ Այնուհետև երկու երկրների վարչապետներն իրենց զրույցը շարունակեցին արդեն ընդլայնված կազմով հանդիպմանը։ Այստեղ կողմերն արձանագրեցին, որ Հայաստանն ու Սլովակիան ունեն հսկայական ներուժ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու համար։ Վարչապետը շնորհակալություն հայտնեց խաղաղության օրակարգի հաստատման հարցում Հայաստանին աջակցելու համար։ Այսօր Երևանյան երկխոսություն համաժողովի ընթացքում դուք արդեն նշեցիք եւ ձեր աջակցությունը վերահաստատեցիք մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայության, ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ տարվա գագաթաժողովը Գառնանը Հայաստանում անցկացնելու առիթով եւ ուզում եմ ասել, որ բարձր են գնահատում այդ աջակցությունը։ Հարգելի վարչապետ, ուզում եմ ձեզ հրավիրել այցելելու Սլովակիայի Հանրապետություն։ Քիչ առաջ տեղի ունեցած մեր առանձնազրույցը հաստատեց, որ կան ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։ Ցանկանում ենք հյուրընկալել ձեզ Սլովակիայում նույն ջերմությամբ, ինչպես ինձ ընդունեցիք այստեղ։ Հաջորդիվ երկու երկրների ղեկավարները հանդես եկան մամուլի համատեղ ասուլիսով։ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց իրեն Սլովակիա հրավիրելու համար, նշելով, որ ուրախությամբ ընդունում է այն։ Այնուհետև անդրադառնալով քննարկված հարցերին հայտնեց, առանցքում եղել են այնպիսի ուղղություններ, որոնց վրա կենտրոնանալով երկկողմ հարաբերությունների նոր մակարդակը ձևավորեն։ Ըստ վարչապետի Ֆիցոյի այս այցը երկու երկրների միջև ակտիվ քաղաքական երկխոսության խոսուն վկայությունն է։ Վերջին տարիներին Սլովակիան տրամադրել է Հայաստանին մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը, որտեղ Սլովակիայի աջակցությունը էական է եղել, նաև եվրոպական խաղաղության գործիքի ծրագրերում Հայաստանի Հանրապետության մասնակցության առումով, իհարկե հիմա նաև ակտիվ բանակցային փուլ է վիզաների ազատականացման հարցով Եվրամիության հետ
եւ մենք շնորհակալ ենք այս հարցում նույնպես Սլովակիայի ցուցաբերած աջակցության համար։ Փաշինյանը տեղեկացրեց, որ պայմանավորվել են սերտացնել գործակցությունը մի քանի ոլորտներում, այդ թվում միջուկային էներգետիկայի։ Մենք քննարկեցինք ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները եւ այդտեղ նույնպես տեսնում ենք որոշակի հնարավորություններ եւ ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ այս այցի արդյունքներով բոլոր այդ ուղղություններով մենք կունենանք կոնկրետ օրակարգեր եւ կոնկրետ նախագծեր։ Վարչապետն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին եւ դրա վերաբերյալ մեր պատկերացումներին, որոնք մանրամասնորեն ներկայացրել էր Երևանում ընթացող Երևանյան երկխոսություն 2025 երկրորդ միջազգային ֆորումում։ Այս համատեքստում Փաշինյանն ընդգծեց. ունենալ համաձայնեցված տեքստ, որը պատրաստ է ստորագրման, մեծ ձեռքբերում է, բայց այն նաեւ քայլ է, որը պետք է ունենա շարունակություն։ Մեր ռազմավարական որոշումն է մնալ հավատարիմ խաղաղության օրակարգին եւ ես հույս ունեմ, որ այսօրվա զեկույցի ընթացքում կարողացա մեր միջազգային գործընկերներին ներկայացնել եւ ավելի տեսանելի դարձնել, թե ինչքան մոտ է խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Իհարկե մենք լիարժեք եւ ամբողջական այդ մասով մեր պատասխանատվությունը կիրացնենք եւ ուրախ եմ արձանագրել, որ մենք նաեւ մեր խորհրդակցություններն ենք շարունակում Ադրբեջանի հետ, որպեսզի այս պատմական հնարավորությունը բաց չթողնվի։ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ պատմական այդ հնարավորությունները բաց չեն թողնվի, որովհետև իհարկե ոչ առանց դժվարությունների, բայց մենք շարժվում ենք առաջ եւ այն փաստը, որ մենք այս միջավայրում միջազգային եւ տարածաշրջանային ոչ պարզ պայմաններում կարողացանք ավարտին հասցնել փակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ հաջողությամբ փակել, այսինքն ունենալ համաձայնեցված տեքստ, որը պատրաստ է ստորագրման, դա իհարկե շատ կարևոր եւ շատ մեծ ձեռքբերում է, բայց քայլ է, որը պետք է ունենա շարունակություն։ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Սլովակիան առաջին երկրներից էր, որը ողջունեց խաղաղության տեքստի վերաբերյալ բանակցությունների ավարտը, եւ այն երկրներից է, որը սպասում է համաձայնագրի ստորագրմանը։ Ուստի այս համատեքստում շնորհակալություն հայտնեց Ֆիցոյին։ Վերջինս էլ արձագանքելով խաղաղության օրակարգի մասով Փաշինյանի գնահատականին, ասաց, որ ուրախ կլինի այդ տեղեկությունը փոխանցել ԵՄ-ում իր գործընկերներին։ Ես հաստատում եմ այն փաստը, որ Եմեն եւ ՆԱՏՕ-ն մեր կենսատարածքն են, բայց մեզ համար շատ կարևոր է շահեկան երկկողմ հարաբերություններ զարգացնելը։ Շատ ուրախ էի լսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ ձեր գնահատականը։ Այդ տեղեկությունը շատ արժեքավոր է ինձ համար, եւ ես ուրախությամբ կփոխանցեմ այն ԵՄ-ում իմ գործընկերներին։ Սլովակիայի վարչապետը խոսեց նաև Հայաստանի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործակցության հնարավորություններից։ Մենք շատ բաց քննարկեցինք համատեղ պաշտպանական արդյունաբերություն հիմնելու հնարավորությունը։ Ձեր թույլտվությամբ կրկնեմ այն, ինչ ասացի մեր հանդիպմանը։ Եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի մեր փոխարեն, եւ մենք ստիպված կլինենք գնել այն։ Մենք որպես փոքր երկրներ պետք է անենք հնարավորը մեր ռազմական բյուջեն մեծացնելու ու պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Չպետք է մոռանանք, որ զենք զինամթերքի խնդիրը լուծելուց զատ պետք է բանակն ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներով, այդ թվում ճանապարհներով, զինվորական հոսպիտալներով եւ այլն։ Խոսելով ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ջանքերից Ռոբերտ Ֆիցոն ընդգծեց Սլովակիայի հետ փորձի փոխանակման հնարավորությունը, եվրոպական այս կառույցի հետ գործակցության, պետական գնումների եւ ռազմավարական ներդրումների ոլորտներում։ Եզրափակելով խոսքը Ֆիցոն եւս մեկ անգամ հայտարարեց. անհամբեր կսպասեն Հայաստանի վարչապետին Սլովակիայում։ Պաշտոնական այցով Երևանում էր նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Նրան ընդունել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Երկու երկրների գլխավոր դիվանագետները նախ առանձնազրույցում, ապա նաև ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ քննարկել են հայ-ֆրանսիական գործակցության ու տարածաշրջանային իրավիճակին վերաբերող երկկողմ հետաքրքրության հարցեր։ Միրզոյանն ու Բարոն հանդես են եկել նաև հանդիպումն ամփոփող համատեղ ասուլիսով։ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները ռազմավարական բնույթի են, առաջիկայում էլ առավել կընդլայնվեն ու կզարգանան։ Այս առումով Փարիզն ու Երևանը ջանք չեն խնայում։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն այս ուղերձով է պաշտոնական այց կատարել Երևան։ Առաջին հերթին հարկ է նշել մեր երկու երկրների գործակցությունը պաշտպանության ոլորտում, լինի անձնակազմի վերապատրաստում, թե սպառազինության տրամադրում։ Մեր նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովելու եւ ամրապնդելու իր պաշտպանությունն ու ինքնիշխանությունը։
Ֆրանսիան աջակցում է Հայաստանին ոչ միայն սպառազինության, այլև ժողովրդավարության ամրապնդման գործում, որի ընթացքը ըստ Ֆրանսիայի արտգործնախարարի անշրջելի է։ Բարոն շեշտեց, Հայաստանի դեմոկրատական մոդելը պետք է անխախտ լինի եւ երկիրը չպետք է շեղվի իր որդեգրած ճանապարհից։ Ֆրանսիան կշարունակի գործել Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների սերտացման ուղղությամբ, լինի խաղաղության եվրոպական գործիքի տրամադրման, վիզաների ազատականացման թե ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին աջակցելու շրջանակում։ Մենք միշտ պատրաստ ենք սատարել Երևանին, ապահովելով այնպիսի հարաբերություններ, որոնք գնալով կլինեն ավելի ու ավելի կառուցողական։ Տարածաշրջանային իրավիճակն ու հայ-ադրբեջանական բանակցությունները եւս Փարիզի անմիջական հետաքրքրությունների տիրույթում են։ Այս համատեքստում նախ եւ առաջ կարևորվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկխոսությունը, որը ըստ Ժան-Նոել Բարոյի թեպետ բավականին բարդ ու դանդաղ է ընթանում, սակայն ունենում է կոնկրետ արդյունքներ։ Օրինակ, արդեն համաձայնեցված է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի տեքստը։ Բարոն սա լուրջ առաջընթաց է համարում։ Ժամանակն է արդեն համաձայնագիրը ստորագրելու եւ ավերացնելու։ Այդ մասին ենք խոսում մենք, Միացյալ Նահանգները եւ ամբողջ Եվրոպան, աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ֆրանսիան շարունակում է մնալ նաեւ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների եւ Հայաստանի կողքին։ Երբ խոսում եմ Ֆրանսիայի մասին, խոսում եմ նաեւ падգամավորների մասին, որոնցից 7-ն այսօր ինձ հետ են Երևանում։ Քանզի երկկողմ հարաբերություններում պարլամենտական դիվանագիտությունը նույնպես շատ կարեւոր է։ Քաղաքասարակությունը Ֆրանսիայում նույնպես մոբիլիզացվում է հանուն Հայաստանի։ Ես եկել եմ եւս մեկ անգամ հավաստելու Ֆրանսիայի աջակցությունը, որը նախագահ Մակրոնի ակնկալիքով պետք է լինի կայուն, ամբողջական, անխախտ ու երկարատև։ Իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշում է. Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը հսկայական նվաճում է եւ այս փորձը կարող է արտահանվել այլ տարածաշրջաններ, որտեղ պատերազմներ են ընթանում։ Միրզոյանի խոսքով երկրների տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչումն ու պահպանումը կարևոր բաղադրիչ է հակամարտությունների հանգուցալուծման գործում։ Մենք բարձր ենք գնահատում, ինչպես եւ նախկինում Ֆրանսիայի դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության հարցում, սահմանների անխախտելիության պաշտպանության հարցում, սա իհարկե տարածաշրջանում կանխատեսելի անվտանգ մթնոլորտի եւ խաղաղության կառուցման կարևոր գրավական է։ Արդյոք ուզում եմ օգտվել եւ ասել հարգելի ներկաներ, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, մենք այժմ Ադրբեջանի հետ ունենք համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ եւ ինչպես նախկինում այսօր եւս մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ այդ պայմանագրի ստորագրման տեղը, ժամանակը Ադրբեջանի հետ քննարկելու եւ որոշելու համար, ընդհանրապես մեր շուրջ խաղաղ եւ անվտանգ միջավայր ձևավորելը մեր տարածաշրջանը նկատեմ անմիջական հարաբերությունը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է, առաջնահերթություններից է։ Մենք նաև տեղյակ եք հարաբերությունների կարգավորման շուրջ խոսակցություն ունենք Թուրքիայի հետ եւ տրամադրված ենք ամբողջապես նոր խաղաղ անվտանգ տարածաշրջան կառուցելուն, համենայն դեպս մենք Հայաստանի Հանրապետությունը մեր կողմից այդ ուղղությամբ բոլոր քայլերը անում ենք եւ պատրաստ ենք շարունակել։ Մինչև համատեղ ասուլիսը Հայաստանի եւ Ֆրանսիայի գլխավոր դիվանագետները նախ առանձնազրույցում, ապա նաեւ ընդլայնված կազմով քննարկման ժամանակ ուշադրություն են դարձրել նաեւ երկրների ենթակառուցվածքների զարգացման խնդրին։ Ֆրանսիական կողմի հետաքրքրությունն այս գործում աճում է եւ առաջիկայում շոշափելի եւ կոնկրետ նորություններ կունենանք, տեղեկացրեց Միրզոյանը, ապա հավելեց. ապակենտրոնացված գործակցության զարգացումը իր հերթին միտված է նպաստել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների զարգացմանն ու դրանց դիմակայունության ավելացմանը։ Մեր համատեղ ձևավորած խճանկարը մեր հարաբերությունները որպես ռազմավարական գնահատելու հիմք է տալիս, կարող եմ ասել։ Միաժամանակ գետնի վրա մեր գործընկերությունը տալիս է շատ կոնկրետ արդյունքներ, ինչպիսին է օրինակ Վեդի նորակառույց ջրամբարը, սա իհարկե միակ ծրագիրը չէ, որով Ֆրանսիան նպաստում է Հայաստանի Հանրապետության դիմակայության ամրապնդմանը եւ նաեւ տնտեսական զարգացմանը։ Մենք համագործակցում ենք այնպիսի ոլորտներում, որոնք մի քանի տարի առաջ նույնիսկ չէին էլ կարող քննարկվել։ Եվ այստեղ ուզում եմ իհարկե արժանին մատուցել մեր երկու առաջնորդներին, վարչապետ Փաշինյանին եւ նախագահ Մակրոնին, ում միջև ձևավորված
գործընկերության շնորհիվ է նաև որ մեր կարող ենք այսպես մեծ հսկայական քայլերով առաջ մղել Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունը, որը ունի իհարկե իր հիմքերը, որը խարսխվում է նաև պատմական համակրանքի եւ ժողովուրդների միջև բարեկամության եւ սիրո վրա։ Ժան-Նոել Բարոյի Հայաստան պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների միջև ստորագրվել են նաև մի շարք փաստաթղթեր, այդ թվում մտադրությունների մասին հռչակագիրը, որը մասնավորապես նախատեսում է երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև տարեկան քաղաքական խորհրդակցությունների անցկացում, գործակցություն ապատեղեկության դեմ պայքարում եւ դիվանագետների վերապատրաստում։ Ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր Enterprise Armenia հիմնադրամի եւ Business France ֆրանսիական ընկերության միջև։ Երևանում շարունակվել է Երևանյան երկխոսություն 2025 համաժողովը։ Միջազգային բարձր մակարդակի մասնակցության պանելային քննարկման ընթացքում արժևորվել է խաղաղության հաստատման, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման եւ գործակցության խորացման անհրաժեշտությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի հետ, ինչը կարող է ճանապարհ հարթել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Երևանյան երկխոսություն միջազգային ֆորումի շրջանակում կայացած պանելային քննարկման ընթացքում տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ եւ փորձագետներ քննարկել են Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում անվտանգության մարտահրավերները եւ գործակցության հեռանկարները։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարևորել է խաղաղության անհրաժեշտությունը, ընդգծելով, որ այսօր աշխարհը խաղաղության կարիք ունի։ Բոլորը հոգնել են պատերազմներից Ուկրաինայում, Գազայում, Հարավային Կովկասում, բայց մենք ի տարբերություն շատերի արդեն կատարել ենք շոշափելի քայլեր։ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի հետ, ինչը կարող է խաղաղության եւ գործակցության նոր դարաշրջան բացել ամբողջ տարածաշրջանում։ Նախարարը նշել է, որ հակամարտությունների լուծումը հնարավոր չէ միակողմանի գործողություններով, անհրաժեշտ է քաղաքական կամք բոլոր կողմերից։ Չենք կարող միայնակ հասնել ճշմարտության, անհրաժեշտ է մյուս կողմի պատրաստակամությունը։ Այդ պատճառով էլ մենք շարունակական երկխոսություն ենք վարում Ադրբեջանի հետ, նաև խորացնում ենք գործակցությունը ԵՄ-ի հետ։ Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարին, Միրզոյանը նշել է, որ կարգավորման գործընթացը փոխկապակցված է նաև հայ-ադրբեջանական խաղաղության հնարավորության հետ։ Մենք սկսել ենք երկխոսությունը Թուրքիայի հետ առանց նախապայմանների, եւ այսօր արդեն միակ խոչընդոտը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող գործընթացի չավարտված լինելն է։ Բայց եթե մենք հաջողության հասնենք Թուրքիայի հետ երկխոսության մեջ, ապա դա կնպաստի նաեւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոնը եւս մեկ անգամ վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացին։ Խաղաղությունը անհնար է առանց հստակ սկզբունքների։ Առաջինը ես չեմ դիպչում քո սահմաններին, դու էլ իմ։ Սա հիմնարար պայման է վստահության վերականգնման եւ հարևանության ամրապնդման համար։ Ֆրանսիան աջակցում է այս սկզբունքների վրա հիմնված կարգավորմանը։ Թուրքիայի միջազգային ճգնաժամային խումբ կազմակերպության ծրագրի ղեկավար Նիգար Գյոքսելն էլ իր ելույթում կարևորել է Թուրքիայի դերակատարումը որպես հնարավոր միջնորդ։ Թուրքիան ամուր դաշնակից է Ադրբեջանի հետ, սակայն միևնույն ժամանակ գնահատում է Երևանի պրագմատիզմը։ Կայունությունն այդ սահմանի երկայնքով ձեռնտու է Անկարային։ Մենք հավատում ենք, որ Թուրքիան կարող է աջակցել դիվանագիտական լուծումներին, եթե այդ ուղղությամբ աշխատենք։ Քննարկման մասնակիցները նաև ընդգծել են, որ Մերձավոր Արևելքը, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան փոխկապակցված տարածաշրջաններ են, ընդհանուր պատմական, աշխարհաքաղաքական եւ տնտեսական հանգամանքներով։ Չնայած քաղաքական ու սոցիալական տարբերություններին, այս տարածքներն ունեն միանման մարտահրավերներ, ձգձգվող հակամարտություններ, սահմանային վեճեր, էներգետիկ մրցակցություն, ահաբեկչություն, կիբերսպառնալիքներ եւ կազմակերպված հանցավորություն։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն էլ կարևորել է տրանսպորտային հաղորդակցություն դերը տարածաշրջանային գործակցության խորացման հարցում։ Նա նշել է, որ Երևանը պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։ Մենք հաստատում ենք, որ հաղորդակցությունների բացումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի փոխկապակցվածության, կայունության եւ խաղաղության համար։ Հայաստանը պատրաստ է նաեւ ընթացակարգերի որոշ բարձրաբանումների, բարձրացնելու իր տարածքով անցնող ճանապարհների գրավչությունը արևմուտք-արևելք եւ հյուսիս-հարավ ուղղություններով։ Վահան Կոստանյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է կարողանա տնտեսական եւ նյութատեխնիկական առավելություններ առաջարկել տարածաշրջանային նախագծերում մրցակցություն ապահովելու համար։ Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Եվրամիության կողմից մշակվող Սև ծովի նոր ռազմավարությանը, որը միտված է Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Չինաստանի միջև կապերի ամրապնդմանը, միաժամանակ նախատեսելով միասնական մաքսային ռեժիմի ստեղծում։ Հայաստանի համար այս նախաձեռնությունը ռազմավարական հետաքրքրություն ունի որպես հաղորդակցության
առանցքային օղակ։ Բանախոսներն անդրադարձել են նաև այն մեխանիզմներին, որոնք կարող են դյուրացնել սահմանների հատումն ու մաքսային ընթացակարգերը, նպաստելով տարածաշրջանային առևտրի մրցունակության բարձրացմանը եւ ինտեգրման խորացմանը։ Ալեն Սիմոնյանը կրկին ընդգծել է Հայաստանի իշխանության քաղաքական ուղղվածությունը, նշելով այն ոչ արևմտամետ է, ոչ էլ ռուսամետ, հայամետ է եւ սպասարկում է հանրապետության օրակարգը։ Ազգային ժողովի նախագահը կարևորել է պրոֆեսիոնալ բանակի ձևավորումը, տարածաշրջանային խաղաղության հնարավորությունները, արցախցիների վերադարձի հարցը եւ կոռուպցիայի դեմ պայքարը։ Մեր նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ հավելել, որ նրանք, ովքեր կցանկանան իրենց կյանքը նվիրել զինծառայությանը, կստանան բարձր աշխատավարձ։ Ըստ Սիմոնյանի, նախագծի հիմնական նպատակն այն է, որ ծառայել ցանկացողներն իրենց ծառայությանը վերաբերվեն որպես մասնագիտության։ Ազգային ժողովի նախագահը հավելել է, Հայաստանում ավելի քան 10,000 մարդ բանակից խուսափելու պատճառով հետախուզվում է։ Կան նաև մարդիկ, որոնք գումար են տվել եւ ազատվել բանակից։ Այն մարդիկ, ովքեր որ գումարով փորձել են իրենց երեխաներին ազատել բանակից, դա արել են եւ այս որովից է նոր որակում տալու որից է կարիք չկա, դրա դեմ պայքարը նույնպես տարվում է եւ տարվելու է, բայց ասում նախագիծը ունի հարցեր, որոնք պետք է քննարկվեն եւ դա քննարկվում։ Խորհրդարանի նախագահը նաև խոսել է տարածաշրջանային երկրների հարաբերությունների մասին։ Նա հույս է հայտնել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները սկսելու են շփվել, առևտուր անել եւ ապրել միմյանց հետ խաղաղ պայմաններում։ Երբ որ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որոնք ժամանակին իրանք ապրել են Հայաստանի տարածքում, ասենք, չգիտեմ, հիմա ոնց են հայերը ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ, այսինքն մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարև չենք տալի եւ իրար չենք նայում, 5 րոպե հետո խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչների եւ Ադրբեջանի բնակիչները սկսել են իրար հետ առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել եւ շփվել։ Վերջերս Ադրբեջանն առավել հաճախ է սկսել խոսել այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին, չնայած հայկական կողմը եւ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ստիպված են լինում Բաքվին հիշեցնել, թե որտեղից է սկսվում եւ որտեղ է ավարտվում արևմտյան Ադրբեջանը։ Ալեն Սիմոնյանը եւս հայտարարել է, որ Հայաստանում նման միավոր չկա եւ չի էլ կարող լինել։ Ըստ նրա, ասում է Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր ազգային ժողովի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն էլ ասում է, ես էլ հեսա գամ կմտնեմ այդ բանը անչ, արևմտյան Ադրբեջան կհիմնադրեմ, բայց ինքը հայելային պատասխանում է, իմ ասածը դա է։ Խնդիրը կանում է նրանում, որ ինքը հիմա փորձում է ու մշտապես փորձել է նույն բաները, ինչը իր ընկալմամբ արել ենք մենք, անի մեր հետ։ Ես հիմա այստեղ իրականում մենք իրար հետ վեճ չունենք ու չենք կարող ունենալ։ Ես որևիցե կողմ ոչ պաշտպանում եմ, ոչ բա ես ասում եմ ինչի է ինքը դա։ Ինքը որոշել է, որ եթե մենք ասում ենք արդարացիորեն, տենց բաները բոլոր փաստերով ասում ենք Ղարաբաղ, ինքը պետք է ասի արևմտյան Ադրբեջան։ Այսքան։ Խոսելով արցախցիների հնարավոր վերադարձից, Սիմոնյանը նշել է. Ղարաբաղի հայերը պետք է ինչ որ օր, երբ որ անվտանգ կլինի, վերադառնան եւ ապրեն իրենց տներում։ Մեր եկեղեցիները պետք է մի օր լավ կլինի, որ վերաբացվեն։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանության վարած արտաքին քաղաքականությանը, ապա Սիմոնյանը եւս մեկ անգամ վերահաստատել է. հայկական կողմն այս հարցում ծայրահեղ միակողմանի մոտեցում չունի, բալանսավորված քաղաքականության կողմնակից է։ Մենք ոչ արևմտամետ ենք, ոչ ռուսամետ ենք, ոչ որևիցե բան։ Մենք հայամետ ենք եւ Հայաստանի Հանրապետության, ռեալ Հայաստանի Հանրապետության օրակարգն ենք սպասարկում եւ ներողություն եմ խնդրում բոլորից, բայց չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն ընկնել։ Եվ այն խնդիրները, այն հարցերը, այն հարցադրումները, որոնք կան մեր ռուս գործընկերների նկատմամբ, նրանք օրակարգից դուրս չեն եկել։ Այնուամենայնիվ, որն է հապկի սահմանը, այնուամենայնիվ, ինչի է հապկը նույնիսկ քաղաքական մակարդակով իրեն հեռու պահել։ Այդ հապկի երկրներից մեկը հայտարարել է, որ իրենք միասին հաղթեցին Հայաստանին եւ այլ, եւ էլի շատ ու շատ հարցեր դուրս չեն եկել։ Սիմոնյանն անդրադարձել է նաև իրավապահ համակարգի գործունեությանը, մեկնաբանելով վերջին օրերին քննչական կոմիտեի բացահայտած $590,000 հափշտակության դեպքը։ Համակարգի ներսից է արվել, երբ որ խոսացվել է կոռուպցիայի մասին։ Այսինքն պետական պաշտոնյաները, որոնք որ
հարստացել են եւ այդ ամբողջ ինֆորմացիան հայտնի է, պետությունից չեն վերցրել այդ բյուջեն։ Հիմա մի բան է մտնել գողություն անել եւ դրա համար բռնվել կարևոր չի ինչ շենքից եւ մի բան է պետության մեջից տանել եւ չբռնվելը։ Հա, գողեր եղել են, լինելու են, միշտ լինելու են, ամեն մեկը մի ձև է գողանում, մարդ էլ կա, չգիտեմ, իր ֆիրմայից է գողանում, հենց ինքը որպես տնօրեն, որպես սեփականատեր, մարդ էլ կա ուրիշ տեղից է գողանում։ Այլ հարց է, պետությունը բռնում է, թե մտնում է դրա այդ երևույթի հետ համագործակցության մեջ եւ օգուտ է ունենում։ Այս պարագայում այդ մարդը, որ արել է, բռնվել է, ամբողջ բանդան բռնվել է, կինոներ են նայել երևի, չեն հասկացել, որ իրավապահ մարմինները այլևս աշխատում են եւ բռնվել են։ Նա նաև խոսել է ներկուսակցական հարաբերությունների մասին, հերքել տարածվող այն լուրերը, թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում ինչ-որ խմորումներ են ընթանում, հավելել սեպտեմբերին սպասվում է կուսակցության վարչության անդամների ընտրություն, Ալեն Սիմոնյանը կարևորել է կուսակցությունում կանանց մասնակցությունը։ Տրանսպորտային միջոցների, պետհամարանիշների, լուսարձակների, կողային հայելիների և բաղադրիչի այլ մասերի գողության համար նախատեսված քրեական պատասխանատվությունը այլևս կխստացվի։ Այն կհամարվի միջին ծանրության հանցանք, որի դեպքում նախատեսված պատժաչափը կերկարաձգվի։ Քրեական օրենսգրքում կատարվելիք սույն փոփոխության նախագիծը քննարկվել և ընդունվել է ազգային ժողովի լիագումար նիստում։ Այլ նախագծերի ևս օրենսդիր մարմինը տվել է դրական եզրակացություն։ Կառավարությունը նախատեսում է մի շարք փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում։ Որոշ հանցանքների դեպքում կխստացվեն դրանց համար օրենքով նախատեսված պատժաչափերը։ Մասնավորապես տրանսպորտային միջոցների պետհամարանիշների, լուսարձակների, կողային հայելիների և բաղադրիչ այլ մասերի գողությունը այլևս կհամարվի միջին ծանրության զանցանք։ Դրա համար նախատեսված պատիժն էլ առավել երկար։ Վերջին տարիների կտրվածքով իրականացված վերլուծությունները փաստում են, որ այս արարքն ունի մեծ տարածվածություն, կայուն աճի միտում եւ իր վտանգավորությամբ այլևս չի կարող դիտարկվել որպես ոչ մեծ ծանրության հանցագործություն։ Վերջին ժամանակահատվածում այս հանցագործությունը դարձել է հանրությանն ամենաշատ անհանգստացողներից եւ պետության արձագանքն այս իմաստով պետք է լինի համարժեք։ Բացի այդ, արարքը սահմանելով միջին ծանրության, այն այլևս մասնավոր մեղադրանքի տիրույթից կտեղափոխվի հանրային մեղադրանքի տիրույթ։ Պատգամավորները թեպետ դրական գնահատեցին սույն նախաձեռնությունը, սակայն միաժամանակ անդրադարձան նաև հանրության շրջանում տարածված այն խոսույթին, որ հաճախակի կրկնվող նման հանցանքները ոստիկանությունը կամ անտեսում է, կամ էլ այն հովանավորվում է մի խումբ մարդկանց կողմից։ Լավ, սանկցիան փոխեցինք, մեծացեցինք, քանի դեպք ունենք մենք, որ բռնվել են այդ մարդիկ։ Շնորհակալություն դիտարկման համար, ըստ էության կատարված հանցագործությունների 30%-ի չափով չասեմ բացահայտված, բայց հայտնաբերված անձինք ունենք, բայց այդտեղ մի փոքր խնդիր ունենք դատական եւ քննչական պրակտիկայում։ Մենք ունենում ենք միևնույն անձի կողմից 30 դրվագ կատարված հանցագործություն, երբ որ առաջի կատարված հանցագործության դեպքում ոստիկանությունը հայտնաբերել է։ Եվ այս իմաստով ծանրացնելով արարքը, տանելով միջին ծանրության տիրույթ, մենք նաև հակված ենք մտածել, որ ավելի խիստ խափանման միջոցներ կկիրառվեն, որտեղ 30-ից ավել դրվագներ ենք ունենում մենք դեպքեր, որ նույն անձը կատարում է արարքը, հայտնաբերվում է, ձերբակալվում է, խափանման միջոցը ազատազրկման հետ կապ չի ունենում եւ այդ անձը շարունակում է կատարել գողություն։ Դերևս ունենք մեծ խնդիր ստեղ, բայց ոստիկանության տեսանկյունից էլ ասեմ, որ նաև մենք մեր ծառայության կազմակերպման ձևերը եւ մեթոդները նպատակաուղղում ենք այս հանցագործության դեմ պայքարին, հատկապես վերլուծելով այն տեղանքները եւ այն ժամանակահատվածը, որտեղ որ տեղի են ունենում այս գողությունները եւ մարտավարական իմաստով եւս ձեռնարկվում են միջոցառումներ։ Քրեական օրենսգրքում նախատեսված հաջորդ փոփոխությունը վերաբերում է զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերին։ Դրանք նվազեցնելու նպատակով գործադիրը առաջարկում է խստացնել քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասի և 462-րդ հոդվածի առաջին մասի սանկցիաներով նախատեսված պատիժները։ Ներկայումս ցավոք նկատվում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ։ 2023 թվականի ընթացքում քրեական օրենսգրքի 461-րդ եւ 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է ընդհանուր 1499 քրեական վարույթ,
իսկ 2024 թվականի ընթացքում ընդհանուր 1779 քրեական վարույթ։ Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման և հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականության վարման անհրաժեշտության մասին։ Նախագծով առաջարկվում է խստացնել քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասով և 462-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։ Մասնավորապես նախագծով առաջարկվում է զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածում 461-րդ հոդվածում առաջին մասում պատիժը 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Իսկ 462-րդ հոդվածում վարժական հավաքներից խուսափելու դեպքում առաջարկում է սանկցիան, տուգանք սանկցիան, ուրեմն առավելագույնը 20 պատիկի չափով փոխարինել 15 պատիկից 30 պատիկի չափով, իսկ որպես ազատազրկում նախատեսված սանկցիան առավելագույնը 2 տարի ժամկետով փոխարինել 1-ից 3 տարի ժամկետով բառերով։ Սրանից զատ ազգային ժողովի այսօրվա նիստում ներկայացվեց նաև կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ գումարած հատուկ ներդրումային պատուհան 1 ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ այս Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված ֆինանսական պայմանագրի համաձայն բանկը Հայաստանին տրամադրելու է 236 միլիոն եվրո վարկ, որը ուղղվելու է Սյունիքի մարզում Սիսիան-Քաջարյան ճանապարհահատվածի շինարարության ծրագրի իրականացմանը։ Ծրագիրը իրականացվել է 3 ենթահատվածներով։ Հյուսիսային ենթահատվածը դա 27 կիլոմետր երկարությամբ է, անցնում է Նորավան, Բաղատին, Որոտան, Դարպաս, Լոր, Շենաթաղ բնակավայրերի մոտով։ Երկրորդ հատվածը, որը պետք է իրականացվի, դա Բարգուշատ թունելի կառուցումն է 8-6 կիլոմետր երկարությամբ եւ հարավային ենթահատվածը 24 կիլոմետր երկարությամբ անցնում է Լեռնաձոր գեղի նոր աստղաբեր բնակավայրերի մոտով։ Բանկի կողմից պայմանագրով նախատեսված միջոցներով կֆինանսավորվի ծրագրի հյուսիսային եւ հարավային ենթահատվածները 27 եւ 24 կիլոմետր երկարություններով, ասեմ նաև, որ ծրագիրը համաֆինանսավորվում է հարավային հատվածում վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի, իսկ հյուսիսային հատվածում Ասիական զարգացման բանկի կողմից յուրաքանչյուրը 236 միլիոն եվրոյի չափով։ Հաջորդիվ 2024 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետու զեկույցով հանդես եկավ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանը։ Տեղեկացրեց հանձնաժողովը նախորդ տարի տնտեսվարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ կիրառել է ընդհանուր առմամբ 3 միլիարդ 46 միլիոն դրամից ավելի տուգանք։ Պետական բյուջեը մուտքագրվել 1 միլիարդ 124 միլիոն դրամից ավելի գումար։ Հանձնաժողովի նախագահը նաև ընդգծեց, որ մի շարք ոլորտներում գերիշխող դիրքի չարաշահման հիմքով հարուցվել են վարույթներ։ Դրանց պատասխանները պարզ կլինեն առաջիկայում։ Անդրադառնանք այլ թեմաների։ Երևանի փոքր կենտրոնի համար մշակվում է նոր շարժունակության հայեցակարգ, որը ներառում է ավտոբուսային գծերի ընդլայնում, հետիոտների համար նախատեսված անցումների ավելացում եւ այլն։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին քաղաքապետ Ավինյանը նշել է, որ հաշվարկները կատարվել են ֆրանսիական կողմի մասնակցությամբ, ընդգծվել է հետիոտնային հատվածների ավելացման կարևորությունը։ Նիստում ներկայացվել են նաև ռոբոտաշինության ծրագրի ընդլայնումը նախադպրոցական հաստատություններում, հունիսի 1-ին էլ երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումները, Նորագյուղի թաղամասի վերակառուցման ընթացքը։ Երևանի 40 մանկապարտեզներում կկիրառվի ռոբոտաշինության ծրագիր։ Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։ Նախորդ տարի ծրագիրը փորձնական իրականացվել էր 10 մանկապարտեզներում։ Դաստիարակները հատուկ վերապատրաստում էին անցել եւ ամսվա կտրվածքով պարգևատրվել աշխատավարձի 100%-ի չափով։ Այս տարի ծրագիրը կընդլայնվի եւ կներդրվի եւս 30 մանկապարտեզներում։ Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Եվս 30 մանկապարտեզներին երեքական հավաքածու իրենց պլանշետներով տրամադրելու այդ գործընթացը այժմ փաստաթղթավորման փուլում է, պայմանագրեր են կնքվում, զուգահեռաբար կվերապատրաստվեն դաստիարակները եւ արդեն մատակարարումը կլինի եւ գալիք ուսումնական տարում արդեն թվով 40 մանկապարտեզներում կունենանք
ծրագիրը, որը կնպաստի իհարկե երեխաների զարգացմանը վաղ տարիքից, նախադպրոցական տարիքից։ Նիստում զեկուցվել է նաև, որ քաղաքային տրանսպորտի բարելավման նպատակով մշակվում է Երևանի փոքր կենտրոնի շարժունակության հայեցակարգ։ Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի խոսքով, բացի առանձնացված ավտոբուսային գծերի ընդլայնումից, հայեցակարգը ներառում է նաև մի շարք փողոցների հետնյոտնային գոտիների վերացման ծրագիր։ Պատկերոտում հետիոտնային հատվածները առանձնացված են դեղին գույնով։ Սա ընդհանուր հայեցակարգային գաղափար է, խնդրեմ հաջորդ պատկերին, որպես փոփոխությունների առաջին քայլ հետիոտնային հատվածները առաջարկվել են Հանրապետության հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան եւ Արամի փողոցներում կիրառել սահմանափակումներ, որը պատկերում նշված է վարդագույն գույնով։ Միաժամանակ ուզում եմ հայտնել, որ Իլդեֆրանսի կողմից շարունակվում են ուսումնասիրությունները շարժունակության վերաբերյալ եւ իրականացվում են վերլուծություններ նշված հետիոտնային հատվածներին զուգահեռ ներդնելու հեծանվային եւ ինքնագլդորների համար առանձնացված երթուղիներ։ Նախատեսվում է նաև, որ Մաշտոցի պողոտայի ավտոբուսային գիծը կշարունակվի դեպի Խորենացի փողոց, ապահովելով երթևեկության արդյունավետություն։ Խորենացիում կգծվեն առանձնացված գծեր երկու ուղղությամբ, իսկ փողոցում կհաստատվի կայանման արգելք։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ծրագրի շրջանակում իրականացվել են մանրամասն հաշվարկներ, նաև միջազգային փորձի կիրառմամբ։ Հայեցակարգային կարևոր հարց է հետիոտնային հատվածները ավելացնելու վերաբերյալ, կարծում եմ նույնպես մեր ամենակարևոր հարցերից մեկն է, որ կարծում եմ նվազագույն այս տարի վերջնական որոշումներ պետք է կայացնենք, թե ինչ ուղղությամբ ենք շարժվում։ Ինձ թվում է ամբողջական պատկերն ունենալու համար մեզ նաև հարկավոր է հեծանվային ուղիները հասկանալ եւ ըստ այդմ արդեն ամբողջական պլան ունենալ, թե ինչպես ենք վերակազմակերպում փոքր կենտրոնի երթևեկությունը։ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ հունիսի 1-ին մայրաքաղաքում կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ։ Զբոսաշրջության եւ մշակութային կյանքի կենտրոններից մեկը կլինի Երևանի կենդանաբանական այգին, որտեղ միջոցառումները կմեկնարկեն ժամը 11:00-ից եւ կտևեն մինչեւ 18:00-ն։ Մինչեւ 15 տարեկան երեխաների մուտքը կլինի անվճար։ Տոնական օրերին գործելու է նաև անվճար երթուղի մետրո երիտասարդական կայարանից մինչև կենդանաբանական այգի։ Տոնական միջոցառումներ նախատեսվում են նաև մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանի եւ Զանգակ գրատան համագործակցությամբ անգլիական այգում կկայանա «Երբ գիրքը տոն է» խորագրով մանկական գրքի փառատոնը։ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված ծրագիրը ծավալով եւ բովանդակությամբ միակն է Հայաստանում, որը նպատակ ունի համախմբել երեխաներին գրքի, կրթության եւ մշակույթի շուրջ։ Անգլիական այգում կգործեն հանգստի եւ ընթերցանության անկյուններ, ակտիվ խաղերի, սննդի, համերգային ծրագրերի հատվածներ, շուրջ 40 հրատարակություններ կներկայացնեն իրենց գրքերը։ Այս տարի փառատոնային 2 օրերի ընթացքում սպասվում է շուրջ 70,000 այցելու։ Հունիսի 1-ին ժամը 20-ին Ազատության հրապարակում կկայանա հունիսի 1 օպերային աստղերի հետ մեգա նախագիծը։ Ազատության հրապարակում բացօթյա ձևաչափով առաջին անգամ իրականացվող ծրագրի շրջանակներում Երևանի եւ մարզերի տաղանդավոր պատանի երգիչ երգչուհիները ելույթ կունենան գալա համերգային ծրագրի շրջանակներում օպերային անվանի աստղերի հետ։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում ելույթ կունենան նաեւ օպերային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը։ Ավինյանն էլ հորդորել է քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել միջոցառումներին։ Նա նաև հանձնարարել է այդ օրերին վերահսկել աղմուկի մակարդակը հարակից տարածքներում։ Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Նորագյուղի վերակառուցման ծրագրի իրականացման ընթացքը։ Նրա խոսքով որոշման նախագիծն արդեն ուղարկվել է կառավարություն։ Փաստաթուղթը լրամշակվել է, քննարկումների արդյունքում հաշվի են առնվել նաև վարչապետի մասնակցությամբ նիստերի ժամանակ հնչած առաջարկները։ Մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը գիտական, վերլուծական եւ հանրային շրջանակները համախմբվել էին բարձրաձայնելու պատմական ժառանգության հետևողական ոչնչացման դեմ պայքարի կարևորությունը։ Գարդման Շիրվան Նախիջևան համահայկական միության եւ Գեղարդ գիտավելուծական կենտրոնի նախաձեռնած աշխատաժողովը եւս մեկ անգամ իջեցրեց, մշակութային արժեքների կորուստը պարզապես անցյալի խնդիր չէ, այլ ներկայի հրատապ մարտահրավեր։
Մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը Գարդման, Շիրվան, Նախիջևան համահայկական միությունը եւ Գեղարդ գիտավերլուծական կենտրոնը կազմակերպել էին աշխատաժողով՝ միավորելու գիտնականներին, վերլուծաբաններին եւ հանրային գործիչներին պատմական արդարությունը բարձրաձայնելու նպատակով։ Միջոցառման ընթացքում փաստերով ներկայացվել է Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում եւ Բաքվում հայերի քաղաքակրթական ժառանգությունը եւ դրա հետեւողական ոչնչացման քաղաքականությունը ադրբեջանական իշխանությունների կողմից։ Հայերը Ադրբեջանի Հանրապետությունում իր ստեղծման առաջին օրվանից եւ սկսած եւ մինչ այդ էլ այդ տարածքներում մեծ ներդրում ունեն թե տնտեսության մեջ, մշակույթի մեջ, թե գիտության մեջ եւ ըստ էության մեծ ներդրում են ունեցել նաեւ Ադրբեջանի Հանրապետության ստեղծմանից հետո Ադրբեջանի Հանրապետության կառուցման եւ կայացման մեջ։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանում ոչնչացվում են հայկական եկեղեցիները, դամբարանները, ճարտարապետական կառույցները, իսկ ինչը չի ոչնչացվում, յուրացվում է։ Հայկական նավթարդյունաբերողները, ճարտարապետները, ինժեներները, որոնք կերտել են Բաքվի մի շարք խորհրդանշական շենքեր, ջնջվում են պաշտոնական հիշողությունից։ Պատմամշակութային ժառանգության ոչնչացումը կազմում է էթնիկ զտման եւ ցեղասպան քաղաքականության շատ հստակ մաս, որպեսզի հայկական հետքը Ադրբեջանի Հանրապետության տարածքում ջնջվի, որը որ ըստ էության որքան էլ որ եթե Ադրբեջանի մասշտաբով ֆիզիկական, տեխնիկական առումով Ադրբեջանի իշխանությունների մոտ ստացվում է, ապա միևնույն է պատմությունը ջնջելը այդքան էլ հեշտ բան չէ։ Հայերի քաղաքակրթական արմատների վերացումն Ադրբեջանի կողմից չի դադարել դարեր շարունակ։ Գեղարդ գիտավերլուծական կենտրոնի վերլուծաբան Գոր Մարգարյանն էլ շեշտել է, խնդիրը միայն անցյալի հետ կապ չունի, սա շարունակական քաղաքականություն է, ուղղված ինքնության վերացմանն ու պատմության կեղծմանը։ Այսօր երբեմն ադրբեջանցի հետազոտողներ, իշխանությունների պատվերով աշխատող վերլուծաբաններ, հետազոտողներ, այսպես կոչենք, նույնիսկ երբեմն անուշադրություն են ցուցաբերում եւ խոստովանում են, որ այո, դրանք հայկական են, այո, դրանց կառուցողները հայ ինժեներներ են եւ հետո ինչ հանկարծ ցինիկաբար սկսում են արդարանալ, սա ցինիզմի այլ կերպ չի կարելի անվանել, սկսում են արդարացնել, թե գիտեք ինչ, լեհերն են ինչ-որ շենքեր կառուցել Բաքվում, բայց լեհերի կառուցածի հետ հայկականը համեմատելի չէ։ Մարգարյանի մատնանշած վտանգը միայն պատմական խեղաթյուրում չէ, այն խորապես կապ ունի նաև միջազգային հանրության անտարբերության հետ։ Այն, ինչ տեղի է ունեցել տարիներ առաջ Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում եւ այլ տարածքներում, այսօր էլ իրականացվում է օկուպացված Արցախում։ Միջազգային հանրույթի բարեխիղճ եւ ազնիվ մի բավական ստվար հատված արդեն իսկ նմանօրինակ դեպքերին արձագանքել է եւ արձագանքել է կոշտ, նաև դրան նպաստել են մեր խնդրանքները, մեր դիմումները, այս հարցը բարձրաձայնելու եւ խոսելու սրա մասին, ցույց տալու, ինչի համար, որովհետեւ ադրբեջանցիները չէին խորշել անգամ նույն այդ գիտաժողովը քրիստոնեական իբրև թե ժառանգության կամ քրիստոնեության պատմության մասին Ադրբեջանում կազմակերպված չէին խորշել ադրբեջանցիները նույնիսկ եվրոպացի այնպիսի գիտնականների անուններ նշել, որոնք անգամ գիտաժողովին չէին մասնակցել։ Գարդման, Շիրվան, Նախիջևան համահայկական միության անդամ Միքայել Միքայելյանն էլ խոսել է ոչ միայն անցյալում հայերի կատարած ճարտարապետական ներդրումներից, այլև այն գործնական քայլերից, որոնք միությունն արդեն արել է բարձրաձայնելու խնդիրը միջազգային հարթակներում։ Մեր համահայկական միության նախագահ պարոն Գաբրիելյանը վերջերս Վիեննայում մասնակցում էր ԵԱԿ կողմից կազմակերպված կոնֆերանսին հենց այդ մարդկության վերաբերյալ եւ բարձրաձայնեց այնտեղ Ադրբեջանի վարած քաղաքականությունը մեր ԵԱԿ պատվիրակների ներկայությամբ, ճիշտ է Ադրբեջանի պատվիրակությունը փորձեց խափանել, բայց չստացվեց իրենց մոտ, որը շատ կարևոր մեր ձեռքբերումն է, որ մենք կարողացանք մեր ելույթը մինչև վերջ ունենալ։ Միքայելյանի խոսքով հայկական կողմի ներկայացրած փաստերն ու փաստաթղթերը հասել են մինչև ՄԱԿ, ինչից դժգոհել է ադրբեջանական կողմը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում մենք ներկայացրեցինք պատմամշակութային հետքը, հենց Բաքու քաղաքում հրավիրել էինք Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին եւ մեծ թվով մարդիկ, մոտ 20 երկրից դեսպաններ, հյուպատոսներ եկել էին եւ մենք հենց փաստերով, նկարներով մենք իրենց ցույց ենք տվել Ադրբեջանի վայրագությունները։ Մի հետաքրքիր բան է, որ երբ մենք ազգային ժողովում կազմակերպեցինք միջոցառումը,
ադրբեջանցիներն էլ իրենց Միլի մեջլիսում փորձեցին կազմակերպել նմանատիպ ֆորմատով միջոցառում, բայց դե փաստ է, որ իրենք օրինակ ցույց են տվել մեր կապույտ մզկիթը, Երևանի կապույտ մզկիթը, պարսկական 100 ժառանգությունը ներկայացնելով որպես ադրբեջանական ժառանգություն, իրենք հրավիրել էին էլի դեսպաններին եւ ոչ մի պետության դեսպան չէր գնացել, անգամ հետաքրքիր որ ուշադիր էինք, որ անգամ Թուրքիայի դեսպանը Ադրբեջանի չէր գնացել նայելու, իսկ Պարսկաստանի կողմից բողոքներ էր բարձրաձայնվել, որ մեր մշակութային ժառանգությունը փորձում են յուրացնել։ Աշխատաժողովին որպես հյուր մասնակցում էր նաեւ Երևանի ավականու անդամ Քրիստինե Վարդանյանը։ Ըստ նրա հայ ժողովրդի անվտանգության միակ երաշխիքը անկախ պետությունն է։ Վարդանյանի խոսքով պետություն չունենալու հետևանքով հայերն անցյալում ենթարկվել են ցեղասպանության եւ տեղահանումների, իսկ այսօր պարտավոր են պաշտպանել իրենց սրբավայրերը։ Վարդանյանը նաեւ ընդգծել է, որ միջազգային հանրության լռությունը նպաստում է այդ հանցագործությունների կրկնությանը։ Միայն ժամանակահատվածն է փոխվում, դարերն են փոխվում, բայց նույն ձեռագիրը մենք տեսնում ենք հիմա Արցախում։ Ես կարծում եմ, որ եւ պետական մակարդակով շատ բան է արվում եւ ընդհանուր հայ ժողովուրդը եւս պետք է ցանկացած վայրում որ երկրում էլ գտնվի, եթե փոքրիկ հնարավորություն ունի բարձրաձայնել, լսելի դարձնել, պետք է այդ շանսից օգտվի։ Հայաստանի առաջին հանրապետության օրը հիշեցնում է այն գնի մասին, որը մեր ժողովուրդը վճարել է պետականության համար։ Այս տոնը պարտավորեցնում է պաշտպանել ոչ միայն սահմանները, այլև պատմությունը, մշակույթը եւ ինքնությունը։ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, ոչնչացնելով պատմամշակութային արժեքներն այսօր արդեն Արցախում։ Իսկ մենք պարտավոր ենք բարձրաձայնել եւ փաստերով պաշտպանել մեր սրբազան ժառանգությունը։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։